ընտանիքում 4 երեխա, 4 աղջիկ, չէ։ Այսինքն դուք հիմա դաստիարակում եք ձեր աղջիկներին ցանկանայիք ձեր ով շարունակեն իրենց գործունեությունը։ Եվ որտեղ եք տեսնում իրենց նայած հետաքրքիր։ Իմ մեծ աղջիկները իրավաբան են, սովորում են եւ չգիտեմ ինչպիսի կլինի իրենց հետագա մասնագիտական ճանապարհը ինչպես կընթանա, ես չեմ իմանում, բայց փոքրերը չեն խրախուսում իմ գործունեությունը, նրանք ասում են, որ իրենք պետք է դառնան իրենց հայրիկի նման, բժիշկ պետք է լինեն եւ դա իրենց ավելի հետաքրքիր է։ Ամեն դեպքում մենք տան ընտանիքում երեխաներին ազատ ենք դաստիարակում, ամենակարևորը ինչ որ իրենք նախընտրում են եւ սիրում են, այդ մասնագիտությունը պետք է ընտրեն։ Տեսնելով ինձ երբեմն ուրախանում են, երբեմն տխրում են, երբեմն ինձ քննադատում են եւ ասում են, որ պետք չի որ ես գնամ ազգային ժողով։ Ինչ գործ ունես Այո, իսկ մի անգամ էլ փոքրիկիս այս վերջերս տարել էի հետ։ Քանիս է, որքան տարիք է? 4 տարեկան է։ Այս տարի։ Թե 5 հեսա կլինի։ Գնացել ենք մեկը իմ աշխատասենյակում էր։ Տեսնում ինչ որ մի բան ասում եմ, այստեղ կարող ես նստել, մեկ էսրանով զբաղվի եւ այլն։ Մեկ ես ինձ անում, բայց ես քո տեղը չի, ասում եմ ոնց իմ տեղը չի, ես սա է իմ աշխատասենյակը, ասում եմ չէ, բայց այն որ ասում են անջատեք խոսափողը, այդ տեղ չի։ Իա մեջ տպավորվել էր, որ ես որ գնում եմ աշխատանքի, իմ աշխատատեղը դա այնտեղ է, որտեղ անընդհատ անջատում են խոսափողը եւ ինքը պատկերացնում էր, որ դա պետք է լինի այլ, այսինքն այդ աշխատանքային պայմանները չեն, որտեղ ես իան ասում եմ, որ սա է իմ տեղը։ Ամուսինը խրախուսում է ձեր քաղաքականությունը գործնեության, այն ինչով զբաղվում եք աշխատանքային, հաճախ չի լինում ընդհարումներ, ասեմ, որտեղ Ես չէ, ընտանիքում նման կին ունել համարձակ, այսպես շատ ամեն ինչը լինում է ընտանիքում, իհարկե լինում են քննադատություն է լինում է նաև ոգևորություն, ամեն ինչ լինում է, բայց արդեն կարծես թե սովորական է երևի դա։ Մասնագիտությամբ դուք որպես իրավաբան եմ։ Ինչպես շարունակեցիք։ Ինչպես ընդգրկվեցի քաղաքականության մեջ։ Երբեք չէի մտածել, որ ես կարող եմ զբաղվեմ քաղաքական գործունեությամբ, բացարձակ այս ոլորտը ինձ երբեք չի ձգել եւ այստեղ ես չեմ կարծում, որ պետք է ես ինքս լինեի եւ եթե ժառանգություն կուսակցության գրասենյակը փակած չլինեին ապօրինի, ես ներգրաված չլինեի կուսակցության որպես փաստաբան, կուսակցության գրասենյակի այդ ապօրինի փակումը եւ ապօրինությունները վերացնելու հարցում, երևի չէի ներգրավի քաղաքականության մեջ։ Զալի Ոստանչյան քաղաքականության մեջ չէինք ունենացավ։ Այո, ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լինեի քաղաքականության մեջ։